Հարգելի հեռուստադիտողներ, այժմ է RTN-ի տաղավարում վերլուծությունների ժամանակն է եւ արդեն այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Սկսենք փաստից, որ 4 տարի առաջ ռուսները հարձակում գործեցին ինքնիշխան պետության Ուկրաինայի վրա եւ այդ պատերազմը շարունակվում է մինչեւ այսօր։ Ռուսաստանը կարելի է ասել չհասավ հաջողությունների, չնայած երբ այսօր Զելենսկին հայտարարեց, որ հենց այդ մասին, որ Ռուսաստանը չհասավ իր նպատակներին, ռուսական կողմից պատասխան հնչեց, թե մենք գուցե ինչ որ բաների չհասանք, բայց գլխավոր մեր նպատակին հասանք, Դոնեցկը խաղաղ է, Դոնեցկում, Դոնբասում ազատագրել են Դոնբաս։ Չեն ազատագրել չի ասում, ասում խաղաղություն են բերել Դոնբասում։ Շատ խաղաղ է, շատ։ Ուրեմն տեսեք, շատ այսօր ամբողջ լրահոսը լցված էր այդ լուրերով։ Իհարկե երեկոյան Դոնալդ Թրամփը կփոխի իրավիճակը, որովհետև սա լրահոսի աշխարհի կքաշի իր վրա ակնհայտորեն։ Ես հիշեցնեմ, որ այսօր Eastern Time-ով եթե չեմ սխալվում ժամը 9-ին, իսկ Pacific Time-ով եթե չեմ սխալվում ժամը 6-ին։ 6-ին, այո։ Մենք էլ տեղեկացանք։ Դե Վաշինգտոնում 9-ն է։ Ուրեմն պետք է լինի ելույթը եւ խոստանում է բավականին մեծ երկար ելույթ, իհարկե պետք է հասկանալ, որ քանի ժամ է Բայդենի մասին խոսելու որ ինքը եկավ փոխեց եւ այլն։ Մանավանդ որ խոստացել են 12-ը արդեն հաստատ, որ ներկա չեն գտնվելու կոնգրեսականներ այդ ելույթին, դեմոկրատ։ Նրանց էլ կանդրադառնա։ Կարծեմ Շումերն էլ է, չէ՞ ոնց որ թե ղեկա թե չէ։ Անունը չէ։ Լավ, լայք ովքեր ներկա չեն լինի, համեն դեպքում Չակ Շումերը կարծեմ ասել է շատ ցավոտ երեկոյա բան, այսինքն ցավ պատճառող, այսինքն էս բան։ Հա, իրենք կցավեն, շատ կցավեն, հասկացա։ Հիմա տեսնենք ինչ է տեղի ունենում, վաղը խոսենք, տեսնենք կամփոփենք, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Հատկապես ես հիմա չեմ ուզում բացեմ փակագծերը, բայց նաև այդ երկար ելույթի մասին չի այ երկար ելույթը հետաքրքիր վերլուծություններ կան, խոսենք։ Այսօր կենտրոնանանք Ուկրաինայի վրա։ Ուրեմն ինչի է հասել Ռուսաստանը, ինչի չի հասել։ Ուրեմն նախ սկսենք նրանից, որ միամիտ մարդ չկա։ Այսինքն գիտեք ինչ, իհարկե ոչ բոլորն են քաղաքագետ մարդիկ, ոչ բոլորն են քաղաքականությամբ հետաքրքրվում։ Շատ մարդիկ ուղղակի ուզում են տեղեկացված լինեն, այսինքն մեծ մասին։ Բայց շատ մարդիկ կան, որոնք իրենց բնատուր վերլուծական, այսպես ունակություններ ունեն, իրենք միանգամից լսում են, միանգամից համադրում են ինչ որ ասում են իրենց Չիբուխչյանն է ասում, Պողոսյանն է ասում, Պետրոսյանն է ասում, չգիտեմ, ամերիկացիներ, Ջեքը, բան որն է ավելի տրամաբանական։ Ինքը հասկանում է, որ լավ, ի վերջո հա դե բարձր չէ, ասենք քաղաքականության մեջ բոլորը չեն որ ճիշտ են խոսում կամ ոչ բոլորն են ճիշտ խոսում կամ քաղաքականության մասին ասում են, չէ՞, հենց։ Հա, ես ուզեցա։ Անբարոյականությունը դրամի մատում է։ Ես ուզեցա, այո։ Այսինքն բնականաբար դեռ կա շահեր, մեծ շահեր, երկրներ, ամեն մեկը տերություններ, ամեն մեկը իր շահ ունի, բնականաբար տարիներ, դարեր, ինչ այդ կարելի ասել ինչ աշխարհը ստեղծվել է, ուրեմն ինչ որ խմբեր մարդկանց եւ այլն փորձել են համոզել մյուս խմբերին, դրա համար օգտագործել են գործիքներ, որ եւ այլն այսպես շարունակ, հա։ Եվ այդ ռոպագանդա կոչվածը ուրեմն շատ կարևոր նշանակություն ունի։ Հիմա 4 փաստեր, եթե ինչ որ մեկին թվում է, որ Պուտինին պետք էր աշխարհի ամենամեծ տարածքը ունեցող, այդ տարածքի ձեռը իդեպ տառապող, որտեղ այդ տարածքի վրա իրանք ունեն շատ քիչ մարդ։ Տեսեք, այդ տարածքի վրա պետք է ապրեին առնվազն, որպեսզի այդ տարածքը ծաղկեր, ասենք, առնվազն Չինաստանի չափ մարդիկ, այսինքն 1.5 միլիարդ մարդ, որպեսզի այդ տարածքը լիներ զբաղված եւ կարողանային ամբողջ այդ կառուցեին, որտեղ այնտեղ ահռելի տարածքներ կան, որոնք ուրեմն ընդհանրապես ամբողջ Ուկրաինան նկատի ունեք։ Չէ, Ռուսաստանի մասին եմ խոսում։ Ամենամեծ տարածքն է աշխարհում։ Եվ ընդ որում խայտարակ վիճակ է այնտեղ, հա, այսինքն պատկերացրեք աշխարհի ամենամեծ տարածքով պետությունն է, երկրագնդի կեսը զբաղացրել է ու մարդ չկա այնտեղ։ Եվ հաշվեր, այսինքն իրանք ասում են 140 միլիոն, բայց 140 էլ չկա, իսկ հիմա այս պատերազմից հետո դեմոգրաֆիական աղետ է։ Իդեպ մի հետարքիր հանգամանք, որպեսզի հասկանան Ռուսաստանի վիճակը։ Մի դեմոգրաֆ կար, որը զբաղվում էր Ռուսաստանում հաշվարկներով, եւ ընդ որում նա տենց Ռուսաստանում ապրելով հարցազրույցներ էր տալի եւ ակնհայտ ասում էր, ես վախում եմ այս բանը ասել կամ այն բանը ասել։ Բայց ուրեմն անգամ իր ինքը հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ եւ դա աղմուկ բարձրացրեց, որ ուրեմն մինչեւ 2070 թվականը Ռուսաստանում հազիվ ապրի 50-ից 70 միլիոն մարդ, այսպես հազիվ այդքան մարդ։ Այսինքն սա շոկ էր առաջացրել, որովհետեւ դուք պատկերացնում եք այդ տարածքի վրա 50-ից 70 միլիոն, այդ հաշվեք այդ տարածքը չկա, դա հնարավոր չէ այդպես պետություն փայլ այդքան տարածքով։ Հիմա ընդ որում մի հետարքիր հանգամանք ձեզ ասեմ, ավելի մտահոգիչ բան։ Ռուսաստանում այսօր արդեն
արդեն տասնյակ միլիոնավոր մահմեդականներ են ապրում։ Նրանց դեմոգրաֆիական վիճակը ավելի լավ է, քան ռուսների։ Ծնունդների Իհարկե, դա նշանակում է, որ ուղիղ 30 տարի հետո Ռուսաստանը դառնալու է զուտ մահմեդական պետություն, ընդամենը, ասենք, կարող է մի 5 միլիոն կամ 10 միլիոն ռուս փոքրամասնությամբ։ Սա է Պուտինի քաղաքականությունը։ Իդեպ հետարքիր մի բան ասեմ, նա լրջորեն լուրջ ուսումնասիրող դեմոգրաֆ էր, կորել է։ Կորցրել են։ Բնականաբար։ Հիմա ինչի հասավ, այսինքն գլխավոր նպատակը հետևյալն է. Ռուսաստանը չունենալով տեխնոլոգիաներ, հասկանալով, որ ինքը զիջում է Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին, որոշեց, որպեսզի փրկվի, որովհետեւ տեսեք, երբ որ կայսրությունը սկսում է հետ մնալ, մի օր դա պայթում է։ Բայց պատերազմով ախր հո չէր կարող։ Միանշանակ, դե իրան հետ էին բացատրում, որ ուշ թե շուտ, անգամ եթե դու Ուկրաինան գրավես, դու մեկուսացվելու ես, քեզ դիմադրելու են, չէ՞ որ կար Միացյալ Նահանգներ, որ Միացյալ Նահանգները չեն նստելու սպասել, դու հենց Ուկրաինան գրավեր, զորքը մտցնելու էր Եվրոպա, ինչի մասին է խոսքը, հոտես չէր լինելու, բայց լավ ենթադրենք, ինչ էր մտածում Պուտինը։ Պուտինը մտածում էր ինքը իր ազդեցությունը, այսինքն ինքը պետք է դառնա խաղացող Եվրոպայում, եվրոպական շուկան էլ ինչներ, ամենահարուստ, ամենաչալաղած շուկան էր, ինչ պետք էր անել։ Դրա համար պետք էր վերցնել Եվրոպան ու այդ նախկին սոցհամաձայնության երկրները, այսինքն արևելյան Եվրոպայի երկրների վրա առաջին հերթին տարածել ազդեցություն, որից հետո կանգներ սկսել բանակցել Միացյալ Նահանգների Եվրոպայում ազդեցության գոտու հետ կապած շուկաների։ Եվ սա արդեն կբերեր նրան, տեսեք, մեծ հաշվով, քանի որ դու չունես տեխնոլոգիաներ, այդ տեխնոլոգիան քեզ ոչ մեկ չէր նվիրելու։ Դա բերելու էր սովետ երկու տարբերակի, միանշանակ, նույն պատմությունը, ցիկլով, հասկանում եք, այսինքն ինքը ուզում էր, ոնց էր ասում, ինքն իրան ռուսական հողերի վերադարձնողը, Պետրոս առաջին, չգիտեմ, ինքը հիվանդ մարդ է 70 կամ, չմոռանանք, որ նա նախորդ սերնդի մարդ է, նա չի էլ հասկանում ժամանակ, նա AI-ն էլ չգիտի ինչ է, նա ասում է, ինտերնետից չի օգտվում, ասեք էլի հին ձևերով աղի կարում։ Աշխարհից կտրված KGB-շնիկ, որ այո, ինքը այդ KGB-ի, տեսեք, ինքը ինչ էր հասկանում, ուժային էլ արեց, ոչ մի չէր հասկանում, ինքը չէր հասկանում, որ պետք է այդ ահռելի տարածքները Ռուսաստանը այնքան գրավիչ դարձնել, կոռուպցիան կտրել, որպեսզի ստեղծել փափուկ ուժ տեխնոլոգիա եւ հետո այդ փափուկ ուժով բերել Հայաստանում գործարաններ դնել, զարգացնել, ասենք, որպեսզի Հայաստանը տնտեսապես լավ առումով կախված լիներ Ռուսաստանից, որից հետո հայ ժողովուրդը կասեր, այս երկիրը մեզ կերակրում է, պահում է, մեր տարածքները պաշտպանում է, կոպիտ ասած, ինչի մենք պետք է փոխենք ալտերնատիվը, կամ նույնն է Բելարուսը, կամ նույնն է, օրինակ, չգիտեմ, Բալթյան երկրներ ասեն հլնայ, Եվրամիությունից մենք այսքան օգուտ ենք ստանում, բայց Ռուսաստանը այսքան զարգացած երկիր է, գուցե, այսինքն տեսեք, խնդիրը հետեւյալն է, որ իրենք չունենալով փափուկ ուժ տեխնոլոգիաներ, իրանք որոշեցին դիմել այդ տարբերակին։ Շարունակենք երկրորդ մասում։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը երրորդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոցը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Արմեն Չիբուխչյանն է մեր տաղավարում եւ վերլուծությունները շարունակվում են դարձյալ ռուս-ուկրաինական թեմայով։ Այո, մենք իդեպ այս հարցում ուրեմն մենք կհասկանանք եւ վերջում մեր հետևորդները նաեւ Հայաստանի մասով եզրակացություններ կարող են անել։ Ուրեմն տեսեք, հիմա մենք ներկայացրեցինք ընդհանուր պատկերը, ընդհանուր վիճակը։ Ռուսաստանը հետ մնաց եւ որոշեց, որ քանի որ Չինաստանն ու Արևմուտքը այսպես բերում, սխմում են եւ ինքը որպես կայսրություն, որպես ազդեցիկ դերակատար դառնում է բենզակալոնկա կամ ասենք gas station, այսպես ասենք, հա, բենզալցակայան, բոլոր լեզուներով ասենք, որ բոլորին հասկանալի լինի։ Ինքը որոշեց, որ պետքա, այսինքն տնտեսապես իրան ճնշում են, ինքը դառնում է ընդհանրապես սպառող կամ հումք արտադրող, այսինքն բան էլի։ Եվ ինքը որոշեց այդ քայլին գնալ։ Երկու տարբերակ կար։ Ինքը կամ պետք է Կիևը վերցներ, դներ Մեդվեդչուկին կամ 3 օրում։ Այո, 3 այնտեղ իրականում 11 օրվա մասին էր խոսքը, 10-11, բայց այդ 3 օրը այդ Սիմոնյաննա ռոպագանդիստակա, բայց ի՞նչ տարբերություն 3 թե 11, չէ։ Եվ մենք հիշում ենք ինչպես հրամանները գնաց, ինչքան ինքնավստահ էին,
որ անգամ լավ 11 չեղավ, մի ամսում կլինի, այնքան ինքնավստահ էին, որ արդեն հրահանգ էին տվել Ռուբեն Վարդանյանին, Հայաստանում ժողովրդին պատրաստ էր, որ պլանները փոխվել է։ Մենք ձեզ խաբել ենք, մենք ձեզ ինչ-որ խոսք էինք տվել ժամանակին, խաբել ենք, դուք էլ չեք դառնալու միութենական պետություն, տես բաներ չկա, գուբերնիա։ Ուրեմն եկեք աշխատեք, որպեսզի ոչ թե Յակուտիա լինեք, այլ գոնե Թաթարստան, հա։ Դա ակնհայտ էր ինչի դա ասվեց։ Պատկերացեք, նրանք միամիտ մարդիկ չեն, ինչքան էլ հիմա փորձեն ֆրստեն, դուք լավ չեք հասկացել, դուք չէ, այդպիսի դուք հասկանում եք, այդպիսի օրինակները պատահական չեն բերում, ինչ մարդիկ կան, միջև հիմա ինձ համոզում են, ախր ինքը մի քիչ չտես չտե դու ուրջ եք ասում։ Ասենք մի քիչ հղի չի լինում էլի այդ անտերը։ Հիմա չէ, եկեք իրոք օբյեկտիվ լինենք, այդ որակի մարդիկ, այդ կարգի փողերի հետ աշխատող, այդ կարգի շրջապատ ունեցող, այդպիսի բաները պատահական չեն ասվում եւ չեն կարող ասվել։ Հիմա ինչ կատարվեց։ Պուտինը կամ պետքա վերցներ Կիևը 11 օրում, 3-ից 11 օրով, այսպես ասենք, այնտեղ նշանակ էր եւ արդեն լրջագույն վկայություններ կան հենց զինվորներից, թե իրանք ինչ շքահանդեսային պարագաներով էին գնացել, որ պետք է իրենց ծաղիկներով ընդունեն եւ իհարկե զորահանդես Դոնբաս ազատագրողը Կիև խի է մտնում։ Կարո՞ղ բացատրեք։ Ավելին ձեզ ասեմ, եթե իրենք այդքան զորախումբը այն ժամանակ օգտագործեին միայն Դոնբասի ուղղությամբ, շատ հնարավոր է որ հիմա ոչ թե մտնեն, ասենք Խերսոնից մտնեին, չգիտեմ, հա, տարբեր ուղղություններից, Բելարուսիայից, այս կողմերում, այսինքն գլխավորը ինչն է, ամենակարևորը, որպեսզի այն ժամանակ, եթե Դոնբաս էին ազատագրում, ամբողջ այդ զորախումբը այդ Դոնբասի տարածքից մտնում են եւ վստահեցնում եմ, ձեզ Դոնբասը արդեն ազատագրված կլիներ, այդ պահի դրությամբ, շոկ էր, չէ՞ ուկրաինացի։ Ռուսաստանի ասած ազատագրված։ Այ, չէ, կներեք, հա, այ շատ իրանց ասելով էլի ասենք, դե Պուտինի խոսքերն եմ ասում, հա, բայց հիմա ինչպես են հիմա ճակերտավոր, այսպես ասեմ, օկուպացրել կամ իրականում օկուպացրել, այո, շատ լավ հիշեցիք, ես Պուտինի խոսքերի բանով էի ասում, օկուպացրել, բայց իրանց բանով հիմա տեսնենք ինչպես են այսպես ասած ազատագրել, ոնց ջուր չունեն, հոսանք չունեն, ջուրը, տեսեք, ուրեմն այդ տարածքներում, այո, ուրեմն խայտարակ հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ է, բոլոր տղամարդկանց տարան կոտորեցին Դոնբասի, շենք մի քանի քաղաք կանգուն մնացած ամբողջը սրբած է, այդ փոքր քաղաքներ, գյուղերը ընդհանրապես չկա այլևս, այդ որ իրանք ասում էին Դոնեցկ քաղաքը ռմբակոծում էին, Դոնեցկ քաղաքը որ նայեք, շենքերը սաղ կանգուն են։ Այդ որ իբր ուկրաինացիները 8 տարի ռմբակոծում են, բայց իրանց եկած ժամանակվանից, որտեղ որ իրանք ռուսները մտել, այնտեղ շենք չկա, տուն չի մնացել։ Այդ տենց են ազատագրել իրանք, այսպես ազատագրիչները, ոնց որ ասենք տենց էլի։ Հիմա տեսեք ինչ հետարքիր բան է կատարվում։ Ուրեմն ռեպորտաժ են պատրաստում ռուսները, դրանց լկտիության աստիճան, այս գիտեք ինչ, այդ որ ասում են կեղտոտ ռոպագանդա էլի, այդտենց էլ մեր ուղեղն են լցնում հիմա։ Այ հիմա որ տենց կան չէ, այն մեր ձևիստներ, որ ասում են ամեն ինչ կտանք, սարեշուր կտան, տո ինչ եք ուզում, տունապետ տուն կտանք, ինչա պետք, ոսկի եք ուզում, ոսկի կտանք, ադամանդը թափելու ենք հեսա Պուտինի Պուտինը հեսա կուղարկի մեկ սախ կլսեք, չինացիկ սախ կբերեն, կոպիտ եմ ասում, չէ։ Իրանց համար մեկ է, որտեվ իրանց ընտրվելուց հետո դու ոչ մի բան իրանցից չես կարա պահանջես, որտեվ տենց են բռնապետական ռեժիմները աշխատում, հասկանում եք։ Հիմա նույնն էլ սենց է։ Ասենք տեսեք, խոստումներ տվեց հիմա, դուք գիտեք հիմա Դոնբասի ժողովրդի երջանիկը, կեսը ասենք փոքր մասն է մնացել ռոպագանդա, այդեք շատերը տառապում ու տանջվում են հիմա։ Մտածում են 10 տարի առաջ Ուկրաինայում ապրում է, արդեն 13 տարի առաջ մինչև 14 թվականներ խորհումը, ապրում ենք մեր համար, աշխատում ենք, սիրուն կառուցել էին Դոնբաս արենան, Եվրոպայի առաջնություն ընդունեցին, դուք տեսեք ինչ ծաղկուն տեղեր էին սարքում այդտեղ։ Հիմա ավերակները շուրջ բոլորը ռուսները այնքան են ռմբակոծել, հողին են հավասար, ընդ որում ամենաշատը տուժել են հենց իրենց սպասողների տարածքները։ Արևելյան Ուկրաինան, որտեղ հիմնական ռուսամետ կամ ծագումով ռուս մասսան եղել է արևելյան Ուկրաինայում։ Արևելյան Ուկրաինայից բան չի մնացել։ Այ տենց ազատագրեցին իրանք ճակերտավոր, հա։ Տենց են, այ տենց են ռուսները բոլորին ազատագրում, որպեսզի մերոնց համար էլ պարզ կլինի, հա։ Հիմա այդ տարածքի մասով պարտությունա տոտալ եւ բոլորը այսօր շեշտում են աշխարհում, բոլոր վերլուծաբանները, այսօր լսել եմ գերմանացիներից բռնած միջև ամերիկացիներ, Զելենսկին հենց չենք ասում, լավ, Զելենսկին հետաքրքրված կողմը, բոլոր վերլուծաբանները այսօր թերթերը դուրս են եկել 4 տարի հետո Պուտինը չհասավ, պարտվեց, ստրատեգիական պարտություն կրեց, դեմից էր պարզ, մենք ասում ենք քանի տարի, բոլոր հեղինակավոր վերլուծաբանները ասում են, ստրատեգիական պարտություն կրեց Պուտինը։ Սա ներսում, որ ինքը չկարողացավ վերցնել Կիևը եւ չկարողացավ Ուկրաինան վերցնել, հետո ուկրաինական բանակներ կապցնել ու շանտաժաներ Եվրոպային, որտեղ այդ էր նպատակը։ Իդեպ, դրանից էլ Հայաստանը դառնալու էր գուբերնիա ակնհայտորեն, իհարկե, դա ակնհայտ ծրագիր էր։
Էլ չեմ ասում, այդ մեր մասով դրա համար ես միշտ ասում փրկեցին Հայաստանը իրանք։ Ուկրաինացիները կռվելով իրենց համար փրկեցին նաև Հայաստանը, ոչ միայն Հայաստանը, Մոլդովան։ Մոլդովա չէր լինելու այսօր։ Եվրոպան, Լեհաստանը։ Այո։ Մեծ Եվ Բալթյան հիմա երկրները։ քաղաքական ազդեցությունը, դուք տեսեք, Սիրիան կորցրեցին, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում սկսեցին իրենց դիրքերը կատաստրոֆիկ թուլանալ։ Լատինական Ամերիկայում, Վենեսուելան կորցրեցին, Կուբան էլ եկե խնդրել էր, ասում էր մի բանով օգնի օրեր առաջ, ասեց լավ, մի հատ տանկեր են ուղարկե, բոլորը ինտրիգա, հիմա սպասում են մի շաբաթից հասնելու այդ տանկերը։ Կբռնեն ամերիկացիները, թե չեն բռնել, Ամերիկան խիստ արկել է Կուբային նավթ ուղարկել։ Տեսեք, Չինաստանը ընդհանրապես ամբողջ ռուսական շուկան վերցրեց գրավեց եւ ամբողջ Պուտինին սարքեց վասալ։ Սա է իրանց արդյունքը։ Եվ հիմա ես ուզում հասկանամ, այդ սարեր խոստացողները Ռուսաստանը Պուտինի կներեք, շատ կներեք հետույքով։ Այդ ում փողերով են այդ ամեն ինչ անելու։ Այդ մտածում է ինչ որ մեկը թե ինչ որ բիզնեսմեն իր անձնական փողը դնելու է պետության մեջ, այդպես միամիտներ էլ չկան։ Ոչ մի բիզնես Իվանիշվիլին քանի կոպեկ իր փողից դրեց։ Իվանիշվիլին խոսում են, թե ինչ միլիարդներ աշխատեց իշխանություն գալուց հետո։ Ոչ մի բիզնեսմեն, Թրամփը, տեսեք, նույն Թրամփը, չէ, որ այդ բիզնեսմենի մտածելակերպը, մեկը օրինական է անում, մեկը ապօրինի է անում, մեկը կիսաօրինական է անում, ասենք, միտեղ լրագրողները հետաքնում են, միտեղ չեն հետաքնում։ Դրա համար տեսեք, եւ ինքը հիմա Իրան մնացել է մի բան։ Ինքը շարունակում է դեռ ուժեղ մնալ ռոպագանդայով։ Դրա համար մենք արուսակի հետ խոսում ենք այդ միջումով, եվրոպացիները Այո, եվրոպացիները համաձայնվել են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնագետների չէ, տեխնիկական որքան հասկանում։ Մասնագետներ, որոնք կարողանան կանխել ռուսական կիբերհարձակումները։ Ես ձեզ ասեմ, այդ շատ լուրջ մասնագետներ պետք է լինեն, որտեղ այնտեղ իրոք շատ լուրջ աշխատանք է տարվելու։ Նշվում էր, որ մոտ 20 մասնագետ է ուղարկվել են ժամանակ Մինսկ։ Տեսեք, եւ այսինքն ամփոփումը այս ամեն ինչի 4 տարի հետո իրանք այս ամենակարևոր ամփոփումը է, ուզում սա ուշադրություն դարձնենք։ Այո, կիբերհարձակումը մնացել է, այդ մնացել է, բայց ամփոփելով 4 տարվա պատերազմը, ինչ ունենք այսօր ռեալ, որպեսզի խնդրում եմ ուշադիր լսեք, Պուտինը խնդրում է Անգելա Տրամպի ոտերը 4 տարի հետո, ասում է խնդրում եմ ճնշի Զելենսկիին, որ Դոնբասի մնացած հատվածը տա, որ ես մի բան կանամ։ Զելենսկին ասաց, ինչ ճնշում են ռուսներն ու Թրամփը։ Դուք հասկանում եք այնքան ուժեղ է Զելենսկին եւ Ուկրաինան, որ Ամերիկայի պես գերտերությունը ճնշում է, Ռուսաստանը խնդրել է Ամերիկային, ասում է թող Դոնբասի այդ հատվածը տան, որ ես այս պահին մի բան կերակրեմ։ Այլ հարցը որ ինքը այդ ուրիշ նպատակներ ունի, բայց ասում է այս պահին տվեք կանգնենք, որտեվ էլ չեմ կարողանում, այսինքն գոնե այս պահին մի բան կերակրեմ իմ ժողովրդին։ Այ էսա ձեր Պուտինը, այն որ ասում եք, տեսեք հեսա Պուտինը ինչ անելու։ Տեսնում ենք, աղաչում է Տրամփին, որ մի հատ Զելենսկի ճնշի, որ Դոնբասի մնացած հատվածը տա։ Այդ տեսակի համակարգը խորհրդային միությունից մնացած երբեք էլ չէր կարող այսօր ճիշտ քաղաքականություն վարել։ Իրենց մեջ դա ուղեղներում մտած այդպիսի վարվելակերպը, այնպես որ իսկ Թրամփը, այսինքն վերլուծաբաններն են ասում, որ Թրամփը ամեն ինչ անելու է, որ մինչև հուլիսի 4-ը պատերազմն ավարտվի, հոգուտ իրեն։ Դե մենք երեք այդ մասին ասեցինք, որ այդպիսի բաներ կա, խոսեցինք, այո, տեսնենք։ Մեր ծրագիրն այսօր ավարտվեց, ցտեսություն կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։